Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունների մասին, հատկապես վերջերս տեղի ունեցած մեծ միջոցառումների ֆոնին։ Եվ իմ հյուրերն են Հովսեփ Խուրշուդյանը, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, բարև ձեզ, շնորհակալություն հրավերացնելու համար, եւ Դանիել Լեոնեսյանը, Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող, բարև ձեզ, շնորհակալություն։ Ողջույն, շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջերս Հայաստանում տեղի ունեցան մեր նորանկախ պատմության մեջ ամենախոշոր միջոցառումները, եթե համեմատությամբ վերցնենք, դրանից առաջ ամենախոշորը երևի եղել է ֆրանկոֆոնիան, որը անգամներով ավելի քիչ երկրների պատվիրակություններ եւ հատկապես երկրների ղեկավարներ էր մասնակցել միջոցառմանը, եւ այս միջոցառումները դրանք ոչ միայն Հայաստանի պրեստիժի, Հայաստանի ճանաչելիության, չգիտեմ, ուրեմն տարբեր միջազգային լրատվականներում Հայաստանի անունը հնչելու մասին են, այլ նաև բավական լուրջ քաղաքական մեսիջներ են իրենց մեջ պարունակում։ Պարոն Խուրշուդյան, ամենաառաջին հարցը, ինչքանով են այս նմանատիպ միջոցառումները եւ հատկապես առաջին երկուսը, ուրեմն Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը եւ Հայաստան Եվրոպական միություն առաջին պատմական համաժողովը մոտեցնում ուրեմն մեզ Եվրոպական միությանը։ Գիտեք, նույնիսկ այդ փաստը, որ Հայաստանում այդպիսի իրադարձություններ տեղի ունեցան, սկսենք նրանից, որ ճանաչման էլեմենտ է մեջ պարունակում, այսինքն քաղաքական ճանաչման Հայաստանի կշռի, Հայաստանի այսօրվա քաղաքական դիրքի, նաև ռեֆորմների, որը իրականացվում են Հայաստանում, դա միայն աշխարհաքաղաքական իրադարձություն չի, աշխարհական դիրքի ուրեմն ճանաչման հետևանք չի նաև, բայց նաև ներքաղաքական։ Բայց մյուս կողմից էլ, տեսեք, այդպիսի իրադարձությունները ինքնաբերաբար մեզ ավելի են դիստանցավորում Ռուսաստանից։ Հենց դրանով էլ էլի ավելի անխուսափելի եւ անշրջելի դարձնում դեպի Եվրոմիություն գնալու ճանապարհը, որտեղ ուրիշ ճանապարհ չունենք, մենք կամ այնտեղ է, կամ այնտեղ, հա։ Հակառակորդները ասում են կամ Ռուսաստանա, կամ Թուրքիա։ Դե հակառակորդները մանիպուլյացիա են անում, որտեղ նպատակ կա հենց այդպես ներկայացնելու դեպի արևմուտք ճանապարհը, դեպի Թուրքիա ճանապարհով շատ մեխանիկական են այսպես դիտարկում։ Իրականում Թուրքիան խնդիրներ ունի Եվրոմիության հետ, նես չի, որ Եվրոմիությունը խնդիր չունենար, վաղուց Եվրոմիության անդամ դարձած կլիներ, 50 տարուց ավել է տեխնացու երկիր է ու ոչ մի կերպ չեն ընդունում։ Մինչդեռ 3 երկրներ, որոնք որ կարգավիճակ ստացան տեխնացուի, արդեն խոսակցություններ կային եւ եթե Վրաստանի այս պահվածքը չլիներ, որ այդ գործընթացը արագընթաց տեմպերով կարող են հասնել, որտեղ քաղաքական որոշում կա այդ 3 երկրներին ընդունելու Եվրամիություն, անգամ Ուկրաինայում պատերազմը չէր խոչընդոտելու դրան։ Այնպես որ Հայաստանը, այո, շատ կարևոր մի ընթացքի մեջ է, մենք ավելի կուզենք, որ հայտը ներկայացվեր եւ իդեպ Արադ Միրզյանը դեռ անցած տարվա աշնան ասաց, որ նույնիսկ չբացառեց, որ այդ տարվա վերջ մինչև հայտը ներկայացնեն, ասաց կամ մյուս տարի, մենք ենթադրեցինք, որ դա կարող է լինել մինչև ընտրություններ, կամ գոնե ծրագրում կնշվի, որ հայտ պետք է ներկայացնեն, այսինքն նախընտրական ծրագրում, բայց ոնց որ թե ոչ մեկը, ոչ մյուսը չկա։ Ես հասկանում եմ իշխանությունների զգուշավորությունը, բայց ես կարծում եմ նաև, որ այդ վստահությունը ամրապնդելու տեսակետից, որտեղ այսօր Եվրոմիության որոշ շրջանակներում կա անվստահություն Հայաստանի իշխանությունների հանդեպ, այդ իմաստով ինչքանով ուրեմն բան կլինի, հետևողական կլինեն իշխանությունները, հա, ինչքանով անշրջելի է այս գործընթացը, որտեղ նաև իրենց մոտ կան այդ խառնակիչների այդ էլեմենտը իրենց մոտ կա, այսինքն եւ Հայաստանից խառնակիչներ, որոնք ասում են, որ չէ, ցախսուտ է եւ այլն, այս խափում են ձեզ, դա միայն ռետորական մակարդակում չի արվում, դա լուրջ խողովակներով, այնտեղ ներքին օղակներում լցնում են որ ասում ականջները շատերի եւ տեղում կան եվրոսկեպտիկներ, որոնք որ չեն ուզում այդ գործընթացը, այնպես չի որ Եվրոպան միասնական այսպես ցկտում է ընդլայնման մի մեծ եւ բավականին ազդեցիկ զանգված կայթում պաշտոնյաների մեջ, որոնք ուղղակի դեմ են կտրականապես ընդլայնմանը, համարել որ դա լրացուցիչ բեռ է լինելու եւ իրենք էլ իրենց կողմից ամեն ինչ անում են, որ այս գործընթացը խափանվի, այնպես որ բարդ գործընթացով են կանցնում, բայց կարծես թե բավականին հաջող դեռ հաղթահարում են այդ բարդությունները։ Պարոն Օսյան, սա առաջի անգամն է, որ այս միջոցառումը իրականացվել է ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ, ԱՊՀ անդամի պետությունում, որը նաև Ռուսաստանի այդ ռազմավարական դաշնակից է, որը նաև Ռուսաստանի ռազմական բազայի ուրեմն ընդունող կողմ է։ Ինչ եք կարծում, դա ինչքանով է տեղավորվում այդ եվրոպական մեր տեսլականի եւ նաեւ իրանց ընկալումների մեջ։
Գիտեք, չէ, ԱՊՀ անդամ երկրում եղել է Մոլդովայում։ ԱՊՀ-ին Այդ ժամանակ Մոլդովան դեռ ԱՊՀ անդամ էր։ Լավ։ Հա, բայց մնացած առումով իհարկե աննախադեպ է եւ Բազանել Մոլդովայում դեռ կա։ Դե բազան այդքան Մոլդովայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում չի, հա, բազան Մերտնեստրի տարածքում է։ Գիտեք, պիտի ասեմ բնականաբար սա աննախադեպ իրավիճակ է, առհասարակ աննախադեպ իրավիճակ, հասկանում եք Վլադիմիր Զելենսկին եկել էր մի տեղ, որտեղից ռուսական մոտակա ավիաբազայից կորցանիչ ինքնաթիռի թռիչքի տևողությունները մի րոպե ու կես, հա, տենց նայած ոնց հաշվես։ Չէ, բայց ավիաբազան եք ասում, պարոն Հովսյան, ինքը եկել է միտեղ, որտեղ կան համատեղ հոբ զորքեր Ռուսաստանի հետ, ինքը եկել է միտեղ, որտեղ համատեղ հոբ զորքերը վիրտուալ զորքեր են։ Թղթի վրա կան։ Դա, չէ, թղթի վրա են, նկատում եմ իրանք թղթի վրա են, ըստ անհրաժեշտության են ձևավորվում իրանք դե ֆակտո գոյություն, բայց այո, իհարկե, այսինքն մեծ հաշվով եկել են ինքնաթիռով, այդ ինքնաթիռը անցել էր ոչ հեռու, չգիտեմ, ռուսական ռազմականից, որը ունի իր հոպը, Էրեբուդի аэроպորտից, որը ունի իր ավիացիան եւ օդային խոցման հնարավորությունները բնականաբար։ Եվ այս առումով իհարկե Ռուսաստանից հիմա տեսնում ենք, որ ինչ որ տենց աղմուկներ են գալիս, ինչ որ դեսպանին կանչել բողոքի նոտա հանձնել մեր դեսպանին եւ այլն, բայց մեծ հաշվով դա սպասելի հետևանքներ են մի կողմից, մյուս կողմից այո Հայաստանը իրականում բավականին մեծ մենք երբեմն թերագնահատում ենք այն տեմպը, որով Հայաստանը շարժվում է չեմ վախենա այդ խոսքից դեպի արևմուտք։ Ու իրականում այդ տեմպին խանգարողը ոչ ռազմաբազանա, ոչ չգիտեմ հապկի ֆորմալ մնացած անդամակցությունն է, ոչ ԱՊՀ-ի անդամակցությունն է, որ ընդհանրապես ոչինչ բանի մասին է, ոչինչ բան ոչ օգնում է, ոչ խանգարում է։ Ոչ ԵԱՏՄ անդամակցությունն է նույնիսկ։ Խանգարողը հիմնականում այնա որ մենք պատրաստ չենք դեպի Եվրոպա գնալուն։ Մենք որ պատրաստ լինենք դեպի Եվրոպա գնալուն, ԵԱՏՄ-ից դուրս գալը տեխնիկական հարցեր լինելու։ Մենք պատրաստ չենք տարբեր առումներով եւ պետք է այդ ուղղությամբ աշխատենք, դրա վրա կենտրոնանանք։ Մենք պատրաստ չենք օրինակ առաջի հերթին տնտեսական մի շարք չափանիշներով։ Պատրաստ չենք ամենահասարակ սննդամթերքի անվտանգության ստանդարտներով։ Չենք մենք ԵԱՏՄ-ում ոչ թե ԵՄ-ում, չենք մենք սնունդ արտահանում դեպի ԵԱՏՄ ոչ թե ԵՄ։ Դու մեր սննդամթերքի անվտանգության մակարդակը ԵՄ-ի որակի չի, Ռուսաստանի որակի է։ ԵԱՏՄ-ի որակի էլ չի։ Եթե զուտ ստանդարտներով նայենք, Հա, թղթաբանությամբ ԵԱՏՄ-ի ստանդարտները թղթի վրա բարձր են, բայց էլի ինչպես շատ բան ԵԱՏՄ-ում թղթի վրա իրականությունը մեկ է, Նաև դա պետք է ձեր հաշվի առնենք, որ հրաշալի մահակ է մեր գլխին։ Որտեւ իրանք որևէ օրենք չխախտելով, ընդհանրապես ստանդարտներին հետևելով կարողանալու են մեր արտադրանքին մի կողմ թողնենք, էլի այդ Ռուսաստան լծակները, որտեվ առանձին թեմա է, բայց ուղղակի արձանագրենք, որ մենք դեպի Ռուսաստան ենք արտադրում մեր սննդամթերքը, ոչ թե որովհետեւ մեզ քաղաքականապես արգելում են կամ ինչ որ ձև արգելում են այդ սննդամթերքը Եվրոպա արտահանել, այլ որովհետեւ այդ սննդամթերքը պատրաստ չի Եվրոպա գնալու համար։ Այդ սննդամթերքի որակը պետքա փոխվի։ Դե երբ որ այդ սննդամթերքի որակը փոխվի, մաքսերի հարցը քաղաքական հարց է, դա լուծելի հարց է։ Մի միությունից դուրս ես գալիս, մյուսի հետ անտոկոս առևտուրը ստորագրում ես։ Այդ ապրանքը պետքա տեղ հասցնել։ Այդ տեղ հասնելու ճանապարհն է։ Տեղ հասնելու ճանապարհը տեսանկյունից ինձ չի, որ հիմա ԵԱՏՄ-ի հետ սահման ունենք ընդհանուր։ Մենք ունենք ցամաքային ճանապարհ։ Մենք ունենք ներողություն։ Մենք ԵԱՏՄ-ի հետ ունենք ցամաքային ճանապարհ, որ անցնում է վերին Լարսով, որը միշտ չի, որ ընդհանրապես ունենք։ Եվրոմիության հետ էլի այս պահիդրությամբ, եթե սահմանների ապաշրջափակում եւ բան մի կողմ դողնենք, որտեղ այդ ապաշրջափակումը տենց ինչ որ դանդաղ է տեղի ունենում։ Ամեն դեպքում Վրաստանի միջով են գնում Ռուսաստան։ Էլի Վրաստան միջով են գնալու դեպի Եվրոպա։ Վրաստան ընդեղից արդեն նավով դեպի, չգիտեմ, Բուլղարիա, Ռումինիա։ Փոփոխությունը թանկացնում է ապրանքի ինքնարժեքը էականորեն։ Հենց դա եմ ասում, որ ես ձեր հետ կհամաձայնվեմ, որ մեր հիմնական խնդիրը այդ արտադրանքի որակ։ Այդտեղ կներեք, այդտեղ շատ ուժեղ որակն է ամենաառաջնային խնդիրը, ես դա հետ համաձայնեմ, բայց մենք ունենք այդտեղ նաև երկրորդ խնդիր, մեզ պետք են արդյունավետ ճանապարհներ դեպի Եվրոպա, եւ դա Թուրքիան է։ Չէ, բնականաբար ցանկալի է ունենալ երկաթուղի դեպի Եվրոմիություն, ցանկալի է
Էցա հասկանալի է, բայց նկատի ունեմ դա էլ այդքան մեծ խոչընդոտ չի, նույնիսկ եթե ճանապարհների ապաշրջափակումը չլինի, ինչը վատ է որ չլինի, եւ լավ է որ լինի, այդ ակնհայտ է, բայց ասածն է որ նույնիսկ եթե չլինի, այդ ապրանքի ինքնարժեքի մի քիչ ավելի շատ լինելը հաշվի առնելով Եվրոպայի գնողունակությունը, այդքան մեծ խնդիր չի։ Մեր խնդիրը նա որ այդ ապրանքի որակը չի համապատասխանում եվրոպական որակներին։ Մեր խնդիրը նա որ մեր մոտ օրինակ մարդու իրավունքների պաշտպանվածությունը չի համապատասխանում Եվրոպայի ստանդարտներին։ Մեր մոտ ժողովրդավարության մեխանիզմները, մեր մոտ դատարանների անկախության մակարդակը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Եվ մենք այո, այդ բոլոր եւ դրա համար իմ ասածը նա որ այս պահին գոնե մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ, Ռուսաստանը փորձում է խանգարել, դիմադրություն ստեղծել, ամեն ձև հարամանել այդ ճանապարհը ու Ռուսաստանի մոտիվացիաները ճիշտ ասած լրիվ հասկանալի են։ Մենք էլ կարող ենք իրանց տեղը դենց մեծ պահենք, բայց չնայած այնց ապուշտություններ են անում, որ մենք կարող ենք չանենք, բայց ինչևից է մեր խնդիրը կոպիտ ասած մեր մեջ է, մենք պետքա բարեփոխվենք։ Մենք պետք է ունենանք ժողովրդավարական բարեփոխումներ, մենք պետք է ունենանք անկախ դատարաններ, մենք պետք է ունենանք հարգված մարդու իրավունքներ, մենք պետք է ունենանք մի շարք տնտեսության ոլորտի կարգավորումներ, ինչպիսին ասնդամթերքի անվտանգություն է, ինչպիսին առողջապահության առողջապահությունը ոնց որ քիչ շատից մոտենում է։ Այդ հարցերը մենք պետք է լուծենք։ Սա է մեզ հիմնական կապում ԵԱՏՄ-ի հետ։ Ճիշտ է, այս իմ նշած ոլորտներից մի շարքում մենք արդեն այնքան հեռու ենք ԵԱՏՄ-ից, որ դա էլ ԵԱՏՄ-ի հետ արդեն կարճ միացումներ տալիս։ Օրինակ ժողովրդավարության մակարդակը։ Մեր մոտ ժողովրդավարության մակարդակը եւ ԵԱՏՄ-ում ժողովրդավարության միջին մակարդակը ընդհանրապես տարբեր աշխարհներում են։ Եվ մենք ավելի մոտիկ ենք այդ առումով Եվրոմիությանը, քան ԵԱՏՄ-ին։ Բայց միևնույնն է, դեռ չենք հասել Եվրոմիությանը, մնում ենք ԵԱՏՄ-ում եւ ԵԱՏՄ-ում են ինչ-որ կարճ միացումներ են դրա պատճառով լինում։ Երկու բան ես եմ ուզում ավելեմ։ Առաջինը, երբ որ անհատ բառն օգտագործում աննախադեպ, ճիշտ ասած ես ինչ-որ առումով ուրախ եմ, որ իրավիճակը աննախադեպ է, որովհետեւ նախադեպերը բոլորը վատն են։ Եթե մենք վերցնենք նայենք թե այ նախկին սովետական պետությունների բոլորի ուրեմն պատմությունը, ապա ես այնտեղ լավ օրինակ բացի Բալթյան երկրներից չեմ տեսնում։ Եվ ուրեմն ինչ որ նախադեպ էլ որ լիներ, որ մենք էլ այդ նախադեպը կրկնենք, ես դա չեմ ուզում։ Ես կարծում եմ մենք ինքներս պետք է ստեղծենք նախադեպ ու փորձենք լավ օրինակ ստեղծել, որովհետև մինչև այս եղելական տապալում, ինչը ուրեմն Բելարուսն է, ինչ որ չափով արդեն Վրաստանն է, կամ արճակատում, որը Ուկրաինան է, Վրաստանն է նորից, Մոլդովան է ինչ որ չափով հաջողված օրինակ, բայց այնտեղ եթե մենք շատ չոր էսպես գիտեք իրավիճակը վերցնենք, ապա Մոլդովային երկրի ներսում ընտրությունները պարտվել են։ Իրավիճակը փրկվել է եվրոպական մոլդովական սփյուռքի միջոցով, հա։ Իսկ դա էլ իրականում լավ օրինակ չի մեզ համար։ Եվ ուրեմն եթե մենք խոսում ենք այդ աննախադեպ բառից, իրականում այդ աննախադեպը մեզ համար լավ է, որովհետև նախադեպերը բոլորը վատն են։ Երկրորդ բանը, ավելի ընդհանրացնելով ձեր ասածը, պարոն Յանուսյան, ես կարծում եմ մենք ունենք շատ լավ քաղաքական տեմպ Հայաստանի եւ Եվրոպական միության միջև հարաբերությունների զարգացման, բայց մեր հիմնական խնդիրը տնտեսականն է։ Այդ տնտեսականը իր հերթին ես ձեր 100%-ով համաձայն եմ, որ ամենաառաջին բաղադրիչը մեր տնային աշխատանքն է, մեր ռեֆորմներն է եւ մեր ներքին արտադրանքի որակի բարձրացումն է։ Պարոն Խուրշիդյան, համեցեք։ Ես համամիտ եմ, բայց այստեղ մի հարց կա, այն հավիձևի պատմություն չդառնա, էլի, իրականում այնպես չի, որ մենք պետք է սպասենք բոլորը ստանդարտներին համապատասխանենք, նոր որոշենք այդ գործընթացը հաջորդ փուլ, ասենք հայտ ներկայացնենք, չէ։ Հենց կարևոր է, որ Եվրոմիությունը ունի մեխանիզմներ իրեն դիմաց երկրներին աջակցելու ավելին, հենց այդ բոլոր փուլերը անցնելու համար։ Մենք հիշում ենք, նույն Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, երբ որ 13 թվականին ստորագրեցին ասոցիացիան համաձայնագիրը, դրա շրջանակներում խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, դա այդ ամենը նրա մասին էր, որ նրանց կանանչ լույս տրվեց ֆինանսավորելու, վարկավորելու, ճիշտ է, մեզ հիմա հələ այդ ամենը չսկսած արդեն առաջարկեցին իրենց բիզնեսներին, որ ներդրումներ անեն Հայաստանում, որ շատ կարեւոր է։ Բայց դա այսպես հախորն ինչ-որ բան էր, հա, առաջարկեր, կոչեր, քաղաքական էր, այո, դա ինստիտուցիոնալ առումով մեզ ընդամենը 270 կարծեմ միլիոն դոլարի եվրոյի աջակցություն է։ Եվ վերահաստատվեց 2.6 միլիարդի փաթեթը։ Հա, հիմա իսկ
այն ինչ որ մենք պետք է անցնենք, շատ ավելի ծավալուն եւ լուրջ ֆինանսների եւ ամենակարևոր տեխնոլոգիաների հետ կապված բան է, որը որ կառավարման տեխնոլոգիաներ են, ուրեմն բիզնեսի տեխնոլոգիաներ են եւ այլն, այդ ամեն ինչը պետք է ներդրվի որոշակի ինստիտուտների միջոցով։ Եվ քայլ առ քայլ այդ ամեն ինչը շատ բարդ մեխանիզմ է, վերահսկվում է, այս իրականացվում է, հաջորդն է սկսում իմպլեմենտացիան եւ այսպես այդ իմաստով Վրաստանը եւ Մոլդովան, Ուկրաինան մի քիչ ավելի դժվար, որտեղ այնտեղ պատերազմ եղավ, շատ լուրջ ճանապարհ են արդեն անցել։ Հիմա Վրաստանը ինչքան էլ քաղաքական իմաստով յետընթաց է արձանագրում, բայց այն տնտեսական մասը առևտուրը Եվրոպայի հետ լոգիստիկան, որ ձևավորվել է, այդ ինստիտուցիոնալ քայլերը, որ արվել են, շատ այդ առումով շատ առաջ են։ Եվ պատահական չի, որ նույնիսկ այս հետընթացը իրենց ընդհանուր ռենկինգի տեսակետից այդքան հետ չի բերել, որ Հայաստանին հավասարեցնի, որտեղ այնտեղ հակակշռում են իրար։ Հա, մի կողմից մեր մոտ խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը ավելի բարձր մակարդակի վրա, բայց տնտեսական ազատությունները, ռեֆորմները տնտեսական ոլորտի եւ այլն իրենց մոտ է ավելի բարձր մակարդակի, այսինքն դրա համար ասենց լ հավասար գնում ենք։ Հիմա եթե մենք այդ մյուս փուլն էլ անցնենք, մենք միանգամից կտրուկ կմոտենանք իրոք այն ստանդարտներին, որը որ Եվրոպան ունի, որտեղ եթե պահենք իհարկե նաև այս խոսքի ազատություն, ժողովրդավարություն եւ այս էլեմենտները եւ տնտեսական առումով էլ առաջ գնանք, իդեպ խոսքի ազատության պահովել ես նկատի չունեմ, որ ազատություն ասելով նաև այն բեսպրեդելի էլեմենտները, որ միջև հիմա կա, դրանք էլ մնան, չէ։ Պատահական չի, որ մենք էլ միշտ պահանջել ենք, որ այդ խոսքի ազատությունները Հայաստանում կարգավորվում են եվրոպական ստանդարտների միջոցով։ Իսկ մեր որոշ իշխանավորներ ժամանակին, երբ որ այդ թվում Տիգրան Հակոբյանը հեռուստարադիո բանի պետկոմի հանձնաժողովի ներողություն մտնում էր առաջարկով ազգային ժողով, որ գիտեք ինչ կա, Եվրոպայում կա որոշակի կարգավորումներ, նենց չի որ ամեն ինչ բարձի թողի վիճակ է ու դա անվանում են ազատություն, այդպես չի, կարգավորումներ կա ատելության խոսքի դեմ, զրպարտությունների դեմ եւ այլն, մեր մոտից ասում են, չէ, ոնց, ինչ, մենք ավելի ժողովրդավար ենք եւ այլն, հա։ Ու թույլ չեն տալիս այդ կարգավորումները մտնել։ Հիմա վերջապես եկան այն եզրակացության, որ այ որոշ բաներ պետք է նաև քրեականացվի, որոշ բաներ պետք է հետապնդել, որպեսզի կարգավորվի խոսքի ազատությունը անարխիա չի, էլի։ Մենք պետք է հասկանանք, որ նախ շատ process-ներ իրար հետ փոխկապակցված են, շատ process-ներ, եւ երբեմն այդ process-ների դեմ մենք տեսնում ենք դեմարշ, օրինակ ռուսամետ ուժերի կողմից, եւ հաճախ ընկալում էլ չկա, որ այդ դեմարշի նպատակը իրականում ժողովրդավարական ռեֆորմներին խանգարելն է։ Օրինակ համընդհանուր հայտարարագրումը շատ կարևոր մեխանիզմ է, որը բերելու է ֆինանսական թափանցիկություն, որը բերելու է ֆինանսական թափանցիկություն, այդ թվում լրատվամիջոցների, ֆինանսական հասարակական կազմակերպությունների, այո, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, բոլորի ֆինանսական թափանցիկությանն է բերելու, որը հիմա հիմնական խոչընդոտն է այս ոլորտի, ասենց ասած, ժողովրդավարեցման, այդ քաղաքական գործունեության ժողովրդավարեցման հիմնական խոչընդոտն է, եւ մենք տեսնում ենք, որ շատ ռուսամետ ուժեր, օրինակ շատ ուժեղ դիմադրում են այդ համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի դեմ։ Բայց գիտեք, նաեւ ես կուզենամ մենք չթերագնահատենք ժողովրդի մասնակցության անհրաժեշտությունը։ Մենք հաճախ ասում ենք, որ այ Հայաստանում ժողովուրդը ուրիշ առաջնահերթություններ ունի, անվտանգությունն է առաջնահերթություն, դրա համար ժողովուրդը այդքան էլ հետաքրքրված չի ժողովրդավարեցման process-ներով եւ այլն, ինչը մասամբ ճիշտ է, բայց անցյալ տարի մի իրադարձություն եղավ, որ ինձ ստիպեց վերանայել այդ ընկալումը։ Անցյալ տարվա ամառը Ուկրաինայում Գերագույն Ռադան եւ նախագահ Զելենսկին որոշեցին կրճատեն հակակոռուպցիոն մարմինների անկախությունը։ 4 քաղաքներում Կիևում, Օդեսայում, Խարկովում եւ Լվովում ժողովուրդը դուրս եկավ շատ մեծ ցույցերի եւ ցույցերով ստիպեց դա չանել։ Հասկանում եք, չէ՞ որ Ուկրաինայի ժողովրդի համար անվտանգությունը ինչքան ավելի մեծ պրիորիտետ է, քան մեր մոտ։ Կներեք, Երևանը վերջին անգամ ռմբակոծվել է սրանից 199 տարի առաջ։ Մյուս տարի լինելու է 200 տարին, որ Երևանում ռազմական գործողություն եղածած լինի, էլի։ Իսկ այդ քաղաքները գիշերը ռմբակոծում են, ցերեկը ժողովուրդը դուրս է գալիս ցույցի, ասում է, չէ, դու հակակոռուպցիոն մարմինների անկախությունը չես կրճատելու։ Նաբոյին։ Սա այո, նաբույի մասն էր խոսքը։ Եվ սա իմ համար դաս էր, որ լավ, միգուցե մենք պետք է աշխատենք Հայաստանում նաև լայն հանրության հետ, որ անկախ դատարանները, որ ոչ մի իշխանություն չի ստեղծի անկախ դատարաններ, եթե չլինի դրա հանրային պահանջը,
Դե մեր մոտ հանրային պահանջը սրան դատեն, նրան դատեն, այս խուլիգանին դատեն, այն կոռուպցիոներին դատեն, այս ինչին դատեն, այն ինչին չդատեն, նստացնեն, պատժեն, պատժելու հանրային պահանջը կա, բայց անկախ դատարանի հանրային պահանջ համարյա չկա։ Եվ սա էլ է շատ կարևոր։ Եվ եթե լինի այդպիսի պահանջ, նախ մեր ունեցած ձեռքբերումները ժողովրդավարության, որոնք այնքան չեն, ինչքան կուզենայինք, բայց կան, էլի։ Նախ պատժել չկարողացողը անկախ դատարան կարա ստեղծի։ Ինձ թվում է, որ անկախ դատարանը կարող է պատժել։ Բայց անկախ դատարան ստեղծելու բայց խնդիրը անկախ դատարանը, ոնց ասեմ, այդ ամեն ինչից կտրված չի։ Էլի ամեն ինչ իրար հետ փոխկապակցված են։ Այդ անկախ դատարանը ոչ միայն պետությունից, էլի։ Այո, այո։ Այդ անկախ դատարանը պետք է զուգորդվի էֆեկտիվ լծակների հետ, պետք է զուգորդվի էֆեկտիվ իրավապահ մարմինների հետ։ Այնտեղ շատ բաներ կան անվտանգության ապահովման։ Այո, այնտեղ շատ կոմպոնենտներ կան, էլի, բայց այդ բոլոր կոմպոնենտները հանրային պահանջի մաս պիտի լինեն։ Քանի դեռ այդ հանրային պահանջը չկա, ոչ մի իշխանություն չի ստեղծելու անկախ դատարան։ Մենք քիչ հեռու գնացինք թեմայից։ Եվ ներողություն, ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ այդ հանրային պահանջը եթե լինի, նաև մեր ունեցած ձեռքբերումները շատ ավելի sustainable հայերեն ոնց կլինի, ավելի sustainable կլինեն։ Տեսեք, մյուս շատ հաճախ հնչող ուրեմն քննադատությունը այս թեմայով հետեւյալն է, որ Եվրոպական միությունը որտեղ է, որտեղ ենք, մենք ընդհանուր սահմաններ չունենք, մեզանից շատ հեռու են։ Մինչդեռ սա հետաքրքիր ստեղ իրավիճակ կա, իրականում Հայաստանը ԵԱՏՄ տարածքի հետ ընդհանուր սահման չունի։ Իսկ Եվրոպական միության հետ մենք ունենք երկու հատ սահման, մեկը Վրաստանը, մյուսը Թուրքիան։ Այսինքն այդ ամբողջ խոսակցությունը թե Եվրոպական միությունը որտեղ մենք որտեղ իրականում շատ ավելի կիրառելի է Եվրոսիական տնտեսական միությանը, քան Եվրոպական միությանը։ Բայց նորից եմ կգրում, մենք անմիջապես սահմանակից ենք երկու պետության հետ, որոնք մաքսային միության անդամ են Եվրոպական միության հետ, այսինքն ունեն ընդհանուր մաքսային տարածք Եվրոպական միության հետ։ Դա առաջինը։ Երկրորդը, ես ուզում եմ մենք նաև ձեր հետ խոսենք ընտրությունների ազդեցությունից այս բոլոր գործընթացների վրա, որովհետև ինչպես եւ մնացած գետը բոլոր հարցերում, այս հարցում նույնպես ընտրությունների արդյունքները լինելու են որոշիչ։ Այն ամբողջ խոսակցությունը, որ հիմա մենք ունենում ենք, ինքը ակտուալ է, թե ակտուալ չի։ Ես այստեղ ուզում եմ մի հատ միջբերում անեմ, ուրեմն քաղաքական ուժերից մեկի իրական սեփականատեր, հա, երևի տենց կարելի է ձևակերպել, Սամվել Կարապետյանը մի այսպիսի հայտարարություններ արել, ասել էր, այս միջոցառումները, որ արել են, այս համաժողովը որել են, դա ճանապարհ է բացում 300,000 ադրբեջանցիների վերադարձի համար դեպի Հայաստան։ Ճիշտ ասած, ես այդտեղ տրամաբանություն չգտա։ Ադրբեջանցի գործընկերներին հարցրեցի, իրանք էլ այդտեղ տրամաբանություն չգտան։ Հիմա ուզում եմ մի հատ իրար հետ փորձենք հասկանալ, ոնց այդ երկուսի հետ կապված։ Ես պատասխանելու համար ձեր հարցին ուզում եմ ուրեմն վերադառնամ այն նախորդ խոսույթին, որի մասին դուք ասացիք, որ ասում են դա թրքացում է, չէ՞, դեպի Եվրոպա գնալ, դա Եվրոպա չի, դա թրքացում է նշանակում։ Հիմա այս ամեն ինչ տեղի ունեցածի լույսի ներքո որտեղ կարելի է գտնել խոշորացույցով ինչ որ թրքացում։ Նույնիսկ Թուրքիան ներկա չէր այդ ամեն ինչին։ Այդ սամիտում նախ առաջնահերթը, ասենք, ամենաազդեցիկ դեմքը Մակրոնն էր։ Հետո բոլոր եվրոպական այդ լիդերները, որ առաջի դեմքով են ներկայացել։ Թուրքիան նույնիսկ նախագահի մակարդակով չէր եկել, որովհետև գիտեր, որ դա իր միջոցառումը չի եւ եվրոինտեգրումը իր հետ ինտեգրվելու մասին չի։ Եվ այդ բոլորը հասկանում են, բացի մեր ռուսամետ ընդդիմությունից, որ անընդհատ փորձում է վախեցնել հանրության այդ թրքացում։ Իհարկե հասկանում են, հանրությունն են կատարում են։ Հիմա նույն օպերան է, հիմա այդ կողմը, քանի որ շատ տեսանելի էր օպտիկայից, որտեղ Թուրքիա չկա, հիմա սկսեցին այն 300,000-ը գոնե այդ շեշտադրեն, թե ինչ կապ ունի 300,000-ը, բայց չասեցին, էլի գոնե ասեն մենք էլ քննադատենք կամ ասենք հա ճիշտ են ասում, բայց ոչ մի հիմնավորում չեն բերում։ Ասենքն կարելի է ասենց հերու տրամաբանելով մտածել, որ լավ, ասենք թե եթե մենք Եվրամիության անդամ ենք դառնում, մարդու իրավունքները դառնում են այնքան կարևոր, որ փախստականների իրավունքները եւ այլն, այդ ինչ որ հերու շղթա է լնում է, բայց լավ, փախստականների իրավունքները, բայց եթե մարդ վաճառել է այդ տունը գնացել է կամ փոխհատուցում է ստացել գնացել է կամ ուրեմն փոխանակել է տունը, օրինակ Գետաշենից փախստական մեր հայի հետ։ Հիմա ոչ Գետաշենից եկածն է փախստական այլևս, որտեղ իրենք փոխանակել են իրենց տները։ Հա, կարելի է ասել, որ մեկը իրանք չէին անի դա, եթե չլինեին այդ իրադարձությունները եւ այլն, որը 30 տարի առաջ այդ պատերազմը եւ այլն, հա, հասկացանք։ Բայց այդ իրադարձությունները եղել է, ոչ մեկ այն ժամանակ այդպիսի խնդիր չի դրել, դա որևէ իրավական արձանագրում չկա, որ այդ մարդիկ փախստական են, եւ մնում է այն մի քանի 100 գուցե մի քանի հազար փախստականներ, որոնք Հայաստանից գնացած ադրբեջանցիներ, որոնք չեն ստացել ոչ փոխհատուցում, չեմ էլ կարծում, բայց այդպիսիները եղած են, ոչ փոխանակել են, ոչ էլ վաճառել են,
Բայց այդ դեպքում միանգամից հարց է առաջանում, բա այն մեր կես միլիոն հայությունը, որ իրականում մեծ մասը կորցրել են։ Այն որ կարողացել են փոխանակեն, լավ, ասենք այդ 180,000-ից 100,000 ադրբեջանցիներ, ասենք փոխանակել են տնել, հիմնականում գյուղերն են եղել։ Այդ կես միլիոն հայությունից 100,000 հանեցինք, բայն 400,000-ի իրավունքների մասին, ուրեմն մենք էլ այդ կարող ենք քիշել։ 120,000 ղարաբաղցիները։ Այդ նկատի ունեմ ներառյալ այդ 500,000-ը մենք ես այստեղ նույնիսկ մի բան հավելեմ, ես կարծում եմ որ ընդդիմությունը ինչ որ այդպես ֆոկուս խմբերը արել կամ սոցիալական հարցերը հասկացել է որ Հայաստանի հասարակության ամենաանհանգստացնող հարցերից մեկը այդ ուրեմն իմ կարծիքով կեղծ դիսկուրսն է, կեղծ նարատիվն է ուրեմն 300,000 թե չգիտեմ ինչքան ադրբեջանցիների վերադարձի մասին եւ այսպես չակերտավոր այսպես կոչված արևմտյան Ադրբեջան համայնքի մասին եւ ուղղակի որոշել է դա օգտագործել իրեն կարևոր քաղաքական մեսենջի իրականացնելու համար եւ այստեղ ձեր ասած բոլոր արգումենտներից բացի կարևոր է նաեւ նշել որ դա ընդհանրապես կեղծ խոսակցություն է անհնար իրականացման տեսանկյունից ուրեմն անպետք անգամ հենց Իրան Ադրբեջանին միջոցառում է, որը որ ընդհանրապես ունի քարոզչական նշանակություն, որը ունի նշանակություն հավասարակշռելու խոսակցությունը հայկական կողմից Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի թեմայով։ Հիմա ես པարզ օրինակ բերեմ ձեզ։ Արդեն 5 տարի է, 6 տարի եղավ, որ Արցախի շատ շրջաններ եւ նա շրջակա շրջանները ամբողջական վերահսկողության տակ են եւ նո Արցախը ամբողջությամբ եւ կողքի շրջանները Ադրբեջանի, բայց 6 տարի նկատի ունեմ կողքի շրջանները ու Արցախի որոշ հատվածները, այլ ոչ թե 3 տարի, որ նաեւ բուն Արցախը, ասենք հանած Հադրութի եւ Մատաղիսի այդ կտորները եւ այդ ամբողջ ընթացքում այսօր ադրբեջանցիների վերադարձը, որ մոտավորապես 350,000 ադրբեջանցիների մասնախոյ որ խոսում են, 1 միլիոն ադրբեջանցի եւ այլն, հիմա բարձ թվեր երևում է ինչքան է իրականում այնտեղից գնացած եղել ադրբեջանցիներ, 350,000 ադրբեջանցիներից 50,000 նույնիսկ չեն եկել։ Այսինքն ամեն ինչ պայմանները ստեղծված են, կառուցապատումը իրականացվում է, ենթակառույցները ստեղծվում է, օժանդակություն է տրամադրվում մարդկանց վերադառնալու համար, չեն վերադառնում։ Իրենց այն տները, որ իրենք թողել գնացել են Ադրբեջանի ներսում Ալիևի վերահսկողության տակ, ասենք ոնց եք պատկերացնում այդ մարդիկ գան Հայաստանում ապրեն, որը միշտ դիտարկվել է որպես թշնամի, հայերը որպես դեմոնացվել են որպես հրեշավոր մի հատ ազգ, որ ասենք հանգարց հայերի ձեռքը ընկնես, քո հետ ինչ ասես չեն անի։ Ու հանգարց գան sense ընտանիքներով գան տեղափոխվեն ոնց է պատկերացնում որևէ մեկը պատկերացնեն հակառակը էլի որ ուրեմն Հայաստանից է պետքա պատկերացնեն մարդիկ իրանց ընտանիքներով անները պետքա վերկանան գնան Ադրբեջան հա առանց ոչ մի երաշխիքի առանց ոչ մի իրանց երեխեքը պետք է գնան ադրբեջանական դպրոց մեծանան գնան ադրբեջանական բանակ հա եւ այլն Պարոնոսյան բացի ընտրությունից այդտեղ մի հատ էլ եմ ուզում խոսակցություն մենք հավելենք դա խաղաղության գործընթացն է այ ինչքանով է Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գործընթացը հարաբերվում կախված զուգահեռ գնում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Եկեք նախարձանագրենք, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը դա Ռուսաստանից Հայաստանի իմջալուց նաեւ Ադրբեջանի կախվածության հիմնական մեխանիզմներ, որով որ Ռուսաստանը կարողանում էր իր կամքը թելադրել Հայաստանին եւ Ադրբեջանին։ Հիմնական լծակը Ռուսաստանի դա էր։ Մենք հաճախ որպես լծակ դիտարկում ենք, չգիտեմ, միգրանտներին, հայ աշխատանքային միգրանտներին Ռուսաստանում կամ լարսը կամ գազը կամ ոչ։ Հիմնական լծակը դա կոնֆլիկտն էր։ Այդ հիմնական ամենամեծ լծակը չկա, մնացած լծակները հեշտ լուծելի են, դա մենք ձեր եթերում ենք բազմաթիվ անգամներ քննարկել։ Եվ այդ լծակի բացակայությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս շարժվել այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ մենք ուզում ենք։ Գիտեք որ կոնֆլիկտ ելներ մենք այն ուղղությամբ ենք շարժվելու, որ ուղղությամբ ուզում ենք, ոչ, մենք շարժվել ենք այն ուղղությամբ, որ մեզ Մոսկվան ասելու էր։ Շատ պարզ։ Մենք էլ իմջալուց Ադրբեջանն էլ։ Իսկ հիմա այդ լծակը չկա եւ մենք էլ Ադրբեջանն էլ կարողանում ենք շարժվել այն ուղղությամբ, որ յուրաքանչյուրս ուզում ենք։ Այս ուղղակի արձանագրենք, բայց վերադառնալով նախորդ թեմային կներեք էլի։ Լավ ենթադրենք Հայաստանում իշխանության է գալիս մեկը, որ ասում է ադրբեջանցիներ, եկեք ֆանտաստիկայի ժանրից է հնարավոր չի Հայաստանում տենց մեկը իշխանության գա, բայց ենթադրենք կամ հնարավոր չի տենց բան ասելուց հետո 2 օր իշխանության մնա, այդ էլ մի կողմ դրած։ Ենթադրենք ասում է եկեք։ Գալիս են աննորմալ են գան։ Գալու են պատկերացնում եք, չգիտեմ, բազմաբնակարան շենքում, որ բնակարանում ադրբեջանցիներ ապրեն, գնան խանութ, գնան
բան չգիտեմ երեխեքը գնան դպրոց բան աննորմալ են մազոխիստ են կներեք էլի Չէ, մենակ մի նույն դեպքում ձևել կարելի մենք շատ լավ կներեք եւ նույն ձևել ես չեմ ուզում նաև տպավորություն ստեղծել նույն ձևել մենք մեզանից որևիցե մեկը կվերցի ընտանիքին գնա Ադրբեջանում ապրի Իհարկե ոչ Ղարաբաղում 100,000 մարդ կար 100,000 մարդուց մի 200 հոգի մնաց մի քանի օրում հետո այդ 200 հոգին էլ դանդաղ դուրս եկան որովհետեւ կներեք էլի ոչ մենք ենք աննորմալ ոչ իրանք են աննորմալ ոչ մենք կգնանք իրանց մոտ ապրելու տեսանելի ապագայում ոչ էլ իրանք կգան մեր մոտ ապրելու դա բան նա էլի Ֆանտաստիկայի ժանրից է Ռուսաստանը կարա մի երկու տենց օպերացիա անի, ասենք ռուսաստական անձնագրով էթնիկ ադրբեջանցի ուղարկի ստեղ եւ ստեղ գան մի հատ ասենք վիդեո նկարեն Շիրակի մարզում մի հատ ոստիկանի հասցե հարցնեն, այս ոստիկանն էլ դե ինչ տեսել է ինչ որ արտասահմանցի է հասցե հարցնում փորձում է հասցեն ցույց տալ ինչ որ ոստիկանի բավական բան adekvat պահված կա Ես ոստիկանը փորձում է հասցնել, դա կողքից մեկը նկարում է եւ Արմենչին այնց կոնտեքստ է տրվում, որ ոստիկանը օգնում է ադրբեջանցիքին գտնել իրանց հին տունը, չուտ լինի արդեն տնավորվել, բան անել եւ տենց սա հասարակությանը ասենց մի հատ բանի մեջ գցեն, հա, տենց օպերացիաներ կարող է անեն։ Ցավալին դրա որ մեր հասարակության մի զգալի մասը կարա այդպիսի բաներ նայի ու իրոք ազդվի դրանից, ինչ որ լուրջ ընդունի, սրտի մոտ ընդունի, էմոցիաների վրա։ Այդ օպերացիաները բավականին էֆեկտիվ են։ Կամ մի քանի տարի առաջվա ինչ որ թուրք գալիս է ինչ որ նկարում է հրապարակում տարածում են, տեսա։ Եվ տենց օպերացիաներ Գոսգայլերը գրավեցին, Երևանը գրավեցին։ Էական հավանականությամբ տենց օպերացիաներ հունիսի 7-ին ընդառաջ էլի անելու են։ Բայց ինձ թվում է որ ստեղ նաև մեջ դերակատարումն է կարևոր, ասում ժողով դե հիմա օտարերկրյա ինչ որ օպերացիա է դա պետք չի բան անել։ Այդ մարդիկ դասական հիբրիդային գործողություն ամերիկան նկարվեցին այդ այո դասական հիբրիդային գործիքակազմի մասա դա եւ դա գործ արդյունավետ մասա է, եկեք արձանագրենք, եկեք սա ընդունենք, չթերագնահատենք։ Այդ ուրեմն քայլերը, որոնք դուք նկարագրում եք, այդ ռուսական անձնագրով մի քանի հոգի բել նկարել, դրանք շատ արդյունավետ են նաեւ այն պատճառով, որ ունեն նաեւ մի հատ քաղաքական գործիչ, որը հետո հելնում հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցիները դե մի հատ է կարևոր, մնացածը ոչ այնքան, որովհետև այդ մի հատը վերականում եւ հայտարարում է, որ Եվրոպայի հետ համագործակցության խորացումը նշանակում է 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Հարգելի գործընկերներ, անչափ շնորհակալ եմ հրավեր ընդունելու եւ այս քննարկմանը մասնակցելու համար, հարգելի հեռուստադիտողներ, մի բան ակնհայտ է, մեզ արժևում թեթև եւ հեշտ ուրեմն զբոսանք չի սպասնում, մեզ սպասում է լուրջ աշխատանք, մեզ սպասում է տարիների աշխատանք եւ այդ տարիների աշխատանքի արդյունքում է, որ մենք կարողանալու ենք կառուցել այնպիսի երկիր, որը ոչ թե արտագաղթի ցանկություն է առաջացնելու, այլ մարդիկ երազելու են այդ երկիր գալու մասին։ Եվ բայց ոչ ադրբեջանցիներ։ Բայց ոչ ադրբեջանցիներ, որը որ լինելու է ուրեմն շատերդ վստահ են, որ հիմա հատկապես էժան ավիափոխադրումների արդյունքում հնարավորություն ունենում եք այցելելու եվրոպական երկրներ, եվրոպական մայրաքաղաքներ եւ տեսնելու թե ինչպիսին կարա լինի պետությունը, ինչպիսին կարա լինի քաղաքը, ինչպիսին կարա լինի հասարակությունը, ինչպիսին կարա լինի տնտեսությունը, ինչպիսին կարա լինի սոցիալական կյանքը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես հաճախ երբ որ խոսում եմ ուրեմն եվրոպացի գործընկերների, այսպես մի հատ միտք եմ ասում, Հայաստանում հարց չկա, թե Եվրոպական միությունը լավ բան է, թե լավ բան չի, թե Հայաստանի օրինակ եվրոպական ապագան լավ բան է, թե լավ բան չի, այդպես հարց չկա, որտեղ Հայաստանը բոլորի համար ակնհայտ է, որ դա լավ բան է։ Հարցը միայն հետեւյալն է, ինչքանով է դա իրատեսական Հայաստանի համար։ Եվ ես կարծում եմ, որ վերջին ամիսների իրադարձությունները այս հարցին շուրջ տալիս են նոր պատասխաններ, էական պատասխաններ եւ դարձնում են դա օր-օրի ավելի իրատեսական, ավելի իրական։ Մնում է միայն, ինչպես այստեղ պարոն Եսյան եւ պարոն Խոշտյանն էլ ասին, ես իրենց հետ լրիվ համաձայն եմ, մի էական շատ կարևոր հարց, մենք ինչպես ենք իրականացնում մեր տնային աշխատանքը։ Մենք ինչպես ենք իրականացնում այն բարեփոխումները, որոնց կարիքը այս երկիրը ունի, բոլոր ոլորտներում, առողջապահություն, արտադրություն եւ այլն եւ այլն, եւ ինչքան մենք ինքներս մեզ պատրաստում։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։